Փորձարկել ենք միասին կակաո լատե ֆոկուսը։ Այս է Faberlic ֆիրմայից եմ ձեռք բերել։ Արտիկուլն է այս տարբերակի 160896։ Ինչպես ասվում է, ըմպելիք մաքուր մտքի, էներգիայի եւ արդյունավետ օրվա համար։ Հիմնված է ադապտագենների եւ ֆունկցիոնալ բաղադրիչների վրա, որոնք որ օգնում են պահպանել կենտրոնացումը, նվազեցնում են հոգնածությունը եւ ամրապնդում են իմունիտետը, օգնում է պահպանել կենտրոնացումը եւ արդյունավետությունը օրվա ընթացքում, պահպանում է էներգիան կայուն մակարդակ առանց ծանրաբեռնվածության եւ նվազեցնում է հոգնածությունը, նպաստում է եւ նվազեցնում է ստրեսը, ադապտոգենները եւ հակօքսիդիչները օգնում են օրգանիզմին ավելի հեշտությամբ հաղթահարել ստրեսը եւ ստրեսային գործոնները, աջակցում է իմունիտետին եւ ամրացնում օրգանիզմի պաշտպանողական ուժերը, նպաստում է փափուկ մարսողությանը եւ բջիջների պաշտպանությունը, ուրեմն օքսիդատիվ ստրեսից բնական համխիտ, կակաո լատե թեթև թունդ նոտաներով արդյունավետություն եւ հաճույքի ծես։ Փաթեթում պարունակում է ուրեմն 10 չափաբաժին, դեռ չեմ բացել, միասին ենք բացելու։ Բնական կակաո իր մեջ պարունակում։ Տեսեք։ Ուրեմն ֆլավոնոիդների թեոբրոմինի աղբյուր է, որը բարելավում է տրամադրությունը եւ բարձրացնում է առողջությունը, բարելավում է ուղեղի միկրոշրջանառությունը, նպաստում է ուշադրությունն ավելի լավ կենտրոնացնել, նպաստում է ստրեսի մակարդակը եւ պահպանում է հուզական ֆոնը։ Պարունակում է հակաօքսիդիչներ, որոնք որ պաշտպանում են բջիջները վնասումից։ Տեսեք ինչ հետաքրքիր բաներ իր մեջ կա։ Հիմա ես կշարունակեմ ինֆորմացիան ձեզ տրամադրել։ Նաև իր մեջ կա հետաքրքիր կորտիցեպսի մզվածքը, բնական ուրեմն ադապտոգեն է, որը խթանում է բջջային էներգիայի արտադրությունը, բարձրացնում է օրգանիզմի ուրեմն տոկունությունը եւ դիմադրողականությունը ֆիզիկական եւ մտավոր ստրեսի ժամանակ։ Տեսեք ինչքան շատ է ստրեսային, հա, այս ամեն ինչը, որ աջակցում է իմունային համակարգին եւ շնչուղիների առողջությանը։ Նվազեցնում է հոգնածության մակարդակը, նպաստում է ստրեսից հետո արագ վերականգնմանը, ոզնեսունքի մզվածքը 30%, պոլիսախարիդները հարուստ են կենսակտիվ միացությունները, որոնք խթանում են NGF-ի նյարդերի, ուրեմն աճի գործոնի արտադրությանը, աջակցում են ուղեղի եւ նյարդային համակարգի առողջությանը, բարելավում են հիշողությունը, ուշադրությունը եւ ճանաչողական գործառույթներ, ունի մեղմ ամրացնող ազդեցություն immuniteti վրա, բեռուական մակայի մզվածքը պարունակում է յուրահատուկ գլյուկոզինալներ եւ ամինաթթուներ, որոնք բարձրացնում են կենտրոնակցությունը, կայունացնում է էներգիայի մակարդակը, նվազեցնում է հոգնածությունը, բարձրացնում է ստրեսակայունությունը, բարելավում տրամադրությունը, ավանդաբար օգտագործվում է որպես ուժեղ եւ հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու միջոց, կոկոսի 4 սերուցքը միջին շղթայի տրիգլիցերիններ, աղբյուրը, որոնք արագորեն վերածվում են էներգիայի, ուղեղի եւ մարմնի համար, աջակցում են նյարդային համակարգի աշխատանքին, ըմպելիքին, ուրեմն հաղորդում են հարուստ համ եւ փափուկ հյուսվածք։ Մենք միասին այլ փորձարկելու ենք ինուլինը, ուրեմն պրեբիոտիկ է, որը ամրացնում է աղիների օգտակար միկրոֆլորան, նպաստում է մարսողության կարգավորմանը, պահպանում է արյան մեջ շաքարի հավասարակշռությունը եւ երկարացնում հագեցվածության զգացումը։ Տրեհալոգը, ուրեմն բնական դիսաքարիդ է, հակօքսիդիչ հատկություններ, տեսեք ինչ կարևոր բաներ իր մեջ կան, հա։ Պաշտպանում է բջիջները օքսիդատիվ ստրեսներից, պահպանում է էներգիայի մակարդակը, կայուն կանխելով շաքարի կտրուկ տատանումները, ծովի աղը օգտակար հանքանյութերի եւ միկրոտարրերի աղբյուր է, պահպանում է ջրի աղի հավասարակշռությունը, բարելավում նյարդային ազդակների փոխանցումը, daily balance ամենօրյա օգտակար ուրեմն այս սովորությունների ձև է երիտասարդության, ներդաշնակության եւ արդյունավետության համար, կատարյալ բնական համով եւ հզոր ակտիվ բաղադրիչների ֆունկցիոնալ ըմպելիքները հաճելի ծես են գեղեցկության եւ առողջության էներգիայի արտնասման համար։ Իսկ փորձարկման համար կարող օգտագործել 150 տաք 150-ից 200 մլ տաք ջրին կամ կաթին, այս դեպքում ես այն կաթով եմ փորձարկելու։ Այս է կակաո լատեն։ Ես հիմա սա կավելացնեմ կակաոյի հետաքրքիր համունի սերուցքի բույրել եկավ, կաթի սին կա, տաք կաթին, երմանչեմ տաք կաթին կավելացնեմ, տեսնենք հարիչով հարենք,
Այո, հարիչով ստացվեց։ Ահա։ Ես սա հարեցի։ Հիմա եկել է պահը փորձարկման։ Կարևորագույն։ Ինչ համեղ է։ Շատ համեղ է։ Շատ նուրբ է իսկապես։ Հավանեցի, լինկը նկարագրության բաժնում է գտնելու, չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին և տարածել վիդեոն, որպեսզի ձեզ համար հետագայում էլ ավելի հետաքրքիր վիդեոներ գտնենք։ Առայժմ